Կայեն մի ճգնաժամի պատմություն, որը չկառավարվելով վերածվում է ողբերգության, դուր բացելով ավելի մեծ ճգնաժամի։ Կայենի Աբելի պատմությունը մեր յուրաքանչյուրիս պատմությունն է, եւ որպես անհատականություն եւ որպես հավաքականություն սկսած ընտանիքի մոդելից, որտեղ կա մեկից ավելի հարաբերություն։ Եվ ընդհանրապես մեր հարաբերությունները եռաչափական են Աստծո հետ, հողի հետ կամ բնության հետ եւ մեր նմանի հետ։ Եվ այս ամենի առանցքում մեր եսն է, հարաբերաբար աշխարհին։ Կայենի պատմության եւ հեռանկարի կամ արդյունքի, որը ողբերգություն էր, մեծ հոգեբանություն կա մարդկային։ Ինչու է այդպես ավարտվում այդ պատմությունը։ Եվ բոլոր տեսակի սպանությունները, բռնությունները, ընդհանրապես անմեղ կամ թեկուզ մեղավոր արյան հեղումը համեմատվում է առաջին մարդասպանության հետ, մի տեսակ որպես պարադիգմա։ Հետաքրքրական է, որ Սուրբ Գիրքը, երբ պատմում է այն հատվածը, որ Աբելի արյունը հողի հետ միախառնված աղաղակում է, մի տեսակ Աբելը հողի հետ նույնացել է եւ այլևս տվել է իր ձայնը հողին եւ հողի բերանով է արտահայտվում, որովհետեւ Սուրբ Գրքի այս դրվագում Կայեն Աբել պատմության մեջ Աբելը երբևէ չի խոսում, խոսք չկա դրված Աբելի շուրթերին։ Եվ մի տեսակ չխոսելով եւ ունենալով այսպիսի ողբերգական ավարտ կյանքի շարունակում է խոսող մնալ առ այսօր, աղաղակում է հողը եւ այդ աղաղակը ամփոփում խտացնում է նաեւ բոլոր անմեղների թափված արյունը։ Սուրբ Գիրքը 3 այդպիսի աղաղակ է մատնանշում։ Մեկը մարդասպանությունների պարագային, մյուսը աղքատների, այրիների եւ որբերի ճնշման պարագային, եւ երրորդը անիրաված քրտինք թափածների աշխատողների, երբ որ աշխատեցրել են եւ չեն վարձատրել։ Այսինքն արյունը կամ բռնությունը, ճնշումը եւ կեղեքումը այդ մարդկանց համար դառնում են աղաղակելու առիթ։ Կայենի հոգեբանությունը, երբ մենք ուսումնասիրում ենք, շատ հստակ երևում է նախ նրա միջավայրը, թե նա որտեղ է մեծացել։ Երևում է, թե ինչպես է մեծացել։ Եվ երևում է, թե ինչպիսի ձևավորված անհատականություն ունի պատմության այս դրվագում, որը վերջնականապես բացահայտում է Կայենի ներքին վախերը, ցավերը, սպառնալիքները, իր ինքնությունը, այսպես ասած։ Մեծագույն գիտնական հոգեբանության Ֆրոյդը մանկության շրջանի մինչև 6 տարեկանն է համարում այն վճռորոշ փուլը, երբ մարդը ձեռք է բերում աշխարհը ճանաչելու
եւ աշխարհը զգալու քարտեզները, ուղեցույցները։ Եվ մարդու կյանքը այլևս այդ ձևավորված քարտեզների վրա է հետագայում կառուցվում։ Քարտեզ ասելով նկատի ունի աշխարհը ճանաչելու եւ աշխարհը զգալու ձևը, կերպը, ճանապարհը։ Հոգեբանությունն ավելի խիստ է, 3 տարեկանի մեջ է ամփոփում։ Եվ հիմա մենք աշխարհի հետ հարաբերվելով ձեռք ենք բերում վարքագծային կանոններ, հարմարվում ենք միջավայրին, բնություն, մարդիկ, սկսած մեր ընտանիքից։ Ռազմավարություն ենք, այսպես ասած, մեզ համար մշակում, թե ինչպես ենք տարբեր իրավիճակներում արձագանքելու, հակազդելու, փոխազդելու։ Եվ երբ հասուն տարիքի ենք հասնում, շատ հաճախ կիրառում ենք նույն ռազմավարությունը, որը արդեն փորձառության մեջ մեր կա, բայց արդեն ժամանակավրեպ է։ Որովհետև շատ հաճախ չենք ճանաչում մեր հույզերը, մեր մտածումները եւ այն ներքին վախերը, որ արդեն մեր մեջ ամրապնդված են։ Հիմա Կայենը ինչ է անում։ Նախ սխալ է մեկնաբանում։ Ինչն է սխալ մեկնաբանում։ Զոհաբերության դրվագը Կայենի, այսպես ասած, պայթելու վերջին փուլն է, կապված իր եղբորի հետ եւ Աստծո հետ հարաբերության։ Աստված նայում է իր եղբայր Աբելի ընծային, զոհաբերությանը, մատուցմանը։ Կայենի ընծային չի նայում։ Հիմա սա եթե ուզենանք ավելի պարզ ներկայացնենք, մի տեսակ ոնց որ Կայենի առաքելությունը, կյանքը, աշխատանքը, գործը հաջողություն է արձանագրում, դրանով այն ընկալումը տալով, որ Աստված օրհնել է, Աստծո օրհնությունը կա։ Կայենը ձախողվում է, անհաջողության է մատնվում, այն ընկալումը ձևավորելով, որ Աստված չի օրհնել, հետևաբար չի ընդունել այդ ընծան։ Այսօր էլ չէ մենք այսպիսի փորձառություն ունենք, բարեգործություն ենք անում, լավ դրսևորում ենք ունենում, հետո անմիջապես անհաջողության ենք մատնվում եւ հարց ենք տալիս ինչու եմ վատություն արել եւ այլն։ Եվ այստեղ միջանկյալ նշենք, որ Սուրբ Գիրքը շատ հստակ է, Աստված ոչ թե նայում է մարդու ընծայի արժեքին, զոհաբերության այդ արտաքին նյութական կողմին, այլ թե ինչ տրամադրվածությամբ է դա արվում, ինչ սրտով է դա արվում, ինչ դիտավորությամբ է դա արվում։ Բայց Կայենը ինչն է սխալ մեկնաբանում։ Իր անձը եւ իր վարքագծային մի դրսևորումը նույնացնում է։ Իր անձը կարող է լինել բարի, կարող է լինել ընդունելի եւ այդպես է, որտեղ արժեք է։ Բայց այս նույն արժեքավոր մարդը կարող է ունենալ բացասական, քանդող, վնասակար վարքագծային մի քանի դրսևորումներ։ Կայենը նույնացնում է սա։ Դու կարող ես մարդուն համարել դրական, բայց նրա մի վարքագծային դրսևորումը չընդունել, գնահատել բացասական։ Հոգեբանության մեջ այդպես է։ Մեր զայրույթի պատասխանատու նշաձև ուրեմն այդ հատվածը ուղեղի, որ պատասխանատու է մեր զայրանալու, բարկանալու հույզի համար։ Հենց այդպես էլ մեզ հուշում է ֆիզիկական վտանգ եւ մարդու ամբողջական անձնային եսի վտանգը նույնացնում է։
Երկրորդ, որ Կայենը սխալ է գնահատում։ Եղբայրը իր համար օրհնություն էր։ Ինչպես Սուրբ Գիրքն է նշում, նրա շարունակությունն էր, ամբողջացնողն էր։ Իր եղբոր դեմ դիմաց է Կայենը ինքն իրեն գտնում որպես լիարժեք մարդ, որովհետև իր եղբայր լինելը իր կյանքի գոյության մարդ լինելու մի հատվածն է։ Առանց դրա նա զրկվում է իր ինքնության այդ կողմից։ Հետևաբար խորթանում է իր ինքնությունից։ Բայց Կայենը Աբելի մեջ չի տեսնում իրեն ամբողջացնողի, փոխ լրացնողի, ինքն իրեն, այլ տեսնում է հակառակորդի, սպառնալիք է տեսնում։ Եվ սպառնալիքը չեզոքացնելու տարբերակը վերջնական եղբոր վերացումն է իր կյանքի միջից կամ ճանապարհից։ Եվ պատահական չէ, երբ որ Աստված հարցնում է, որը յուրաքանչյուրիս խղճի ձայնն է սխալ անելուց կամ ինչ-որ մեկին վնաս տալուց։ Ուր է քո եղբայր Աբելը։ Հետաքրքրական է, որ Կայեն Աբել այս դրվագում Աբելը երբեք առանձին չի կոչվում, միշտ որպես եղբայր է համարվում։ Այսինքն Աբելը եղբայրն է, մեկ ուրիշն է, մեզնից դուրս եւ մեր հարաբերությունների շրջանակի մեջ գտնվող մեկն է։ Եվ Կայենը պատասխանում է, միթե ես իմ եղբոր պահակն եմ։ Իդեպ մարդկային կոչման կողմերից մեկն է պահպանություն անելը, պահակություն անելը, նախ սեփական տնտեսությունը մեր կյանքը եւ այն ամենը, ինչ որ մեր սեփական կյանքը դրված է, մեր շրջապատող աշխարհը, մեր ընտանիքը, այո, մենք պահապաններն ենք եւ սրանով ենք նաեւ նման Աստծուն, որովհետեւ Աստված 5 տակարանում համարվում է պահապան։ Եվ եթե մենք հրաժարվում ենք մեր այդ կոչումից, խորթանում ենք նաեւ Աստծուց եւ չենք գնում մեր կոչման հետևից, որ Աստծուն նմանվելն է։ Եվ հիմա Կայենը մերժում է իր այս առաքելությունը, իր այս կոչումը, դրանով նաեւ Աստծուն նմանվելու իր ընթացքը։ Բայց Կայենը սուտ չի ասում, որովհետեւ ինքը իր իսկ պահապանը չէ եւ հեշտությամբ թողնում է, որ մեղքը տիրապետի զգետնի իրեն, մխելով չարագործության։ Աբել նշանակում է գոլորշի, բառացի, որով նախ ցույց է տրվում մարդու անցողիկությունը, փխրունությունը, կյանքի անկայունությունը եւ վերջնապես մահկանացու լինելու բնույթը։ Կայենը իր եղբոր մեջ որպես հայելի չի տեսնում իրեն ճանաչելու եւ չի ուզում ընդունել նաեւ իր անցողիկությունը, սահմանափակությունը, անկայունությունը, որովհետեւ Կայեն եւ Աբել կարող է լինել յուրաքանչյուր մարդու մեջ։ Եվ հայրեր կան, որ այս հատվածը նաեւ այդ դիտանկյունից են նայում, որով ցույց են տալիս մարդու նյութական կողմի բարձրացումը հոգևոր կողմին։ Մի տեսակ մարդը իր կյանքը ապրում է անընդհատ իր նյութական միակողմանիությամբ կամ նյութական գերիշխանությամբ, հոգևորը ճզմելով, հոգևորը փորձելով վերացնել իր միջից, նախապատվությունը տալով իր ֆիզիկական, նյութական կողմին, արտահայտելով իր բնազդները, ինստինկտները, մղումները, որոնք ավելի գազանական բնույթ ունեն։ Մարդու նյութական եւ հոգևոր ներդաշնակությունն է ապահովում հավասարակշռված կյանքը։
Եվ հիմա Կայենը փոխանակ ինքնակննության, ինքնաճանաչողության, նաև ավելի միջոցով ինքնաճանաչողության, այս ճանապարհով գնալու, որով կբացահայտեր իր բարկության, նախանձի պատճառը։ Օրինակ այս դեպքում Կայենի մոտ նախանձի եւ բարկության բնական հույզերը դաշնակցում են, առաջացնելով դեպի չարիք գնացող մղում, որի տակ թաքնված է վախ եւ սպառնալիք։ Իսկ մեր վախերը շատ են, շատ հաճախ մեր կողմից չընկալված։ Մեր ընտանեկան մարդկային հարաբերությունների մեջ ձևավորվող հուզական աշխարհը փոխկապակցված է։ Օրինակ, եթե մեկը ունի երկու որդի, ինչպես օրինակ մեր տիրոջ կողմից պատմված անառակ որդու առակը վերնագրով այդ դրվագը, կապերը ինչպես են ձևավորվում։ Հոր վերաբերմունքը առանձնահատուկ մեկ որդուն եւ մյուսին։ Յուրաքանչյուր որդու փոխադարձություն այլ առանձնահատուկ կերպով իրենց հորը։ Հետո հոր փոխադարձ պատասխանը, եղբայրների միջև եղած հարաբերությունները, սրանք ամբողջությամբ կազմում են մեր հուզական աշխարհը հարաբերությունների մեջ։ Բայց երբ որ մենք առաջնորդվում ենք միակը լինելու, նկատի ունենանք, որ Կայենը առաջնեկն էր։ Անունն էլ նշանակում էր ստացվածք, ձեռք բերված, շատ շոշափելի իրականություն։ Աբելը գոլորշի էր եւ ընդ որում երկրորդն էր, ավելին շարունակությունն էր իր եղբոր։ Եվ հիմա տեսնում է վերաբերմունքի տարբերակող մոտեցում իր եւ եղբոր միջև։ Եվ փոխանակ բարիք գործելու, որ Աստված մղում է իրեն, ասում է, բարկացած ես, դեմքդ կախել ես, մռայլվել ես, ճանաչիր, որ այդ վիճակի մեջ ես, մյուսը ճանաչիր, որ դեպի չարագործություն մղող այդ ներքին ուժը մեղք տանող դարանակալած սպասում է քեզ տիրելու, քեզ իրենով անելու, ճանաչիր քո այս պահի վիճակը, բայց դու ի վիճակի ես նրան տիրապետելու, հաղթելու եւ բարիք գործելու ճանապարհով այս ճգնաժամից խորը հոգեբանական դուրս գալու։ Կայենը չի լսում ինչ է ասում, որովհետեւ շատ հաճախ երբ մենք մեր ամբողջ ներաշխարհը լցված է նախանձով եւ բարկությամբ, մեզ այլևս ոչինչ չի, այսպես ասած, օգնում, չենք լսում ոչ մի բան։ Մի տեսակ ոնց որ կլանված լինենք մեր նախանձի բարկության վրա եւ արդեն որոշել ենք, թե ինչ պիտի անենք։ Եվ երբ որ Կայենը ձեռքը բարձրացնում է իր եղբոր վրա սպանելու, այդ ձեռք բարձրացնելուց առաջ արդեն այդ սպանությունը իր մեջ կատարել էր։ Եվ ընդամենը արտաքին դրսևորումն էր։ Գիտեք, հղիության եւ որդեծնության պես մի բան է, բացասական իմաստով։ Մեղքի սերմը ընկնում է մարդու մեջ եւ եթե բռնեց, սկսում է մեծանալ։ Մեծանում է այնքան, մինչև որ ծնունդ է տալիս արդեն գործնական գետնի վրա վերածվելով բռնության։ Մարդու համար շատ կարևոր է ունենալ հուզական ճանաչողություն։ Սա ինչ է նշանակում։ Հոգեբանները երկու ճանապարհ են առանձնացնում։ Մեկը երբ կարողանում ես ճանաչել սեփական հույզերը եւ տիրապետել։ Ինչ իմաստով։ Պատկերացրեք, դիմացինը քայլ է անում քեզ բարկացնելու։ Բայց դու կարողանում ես քո բարկության վրա գերիշխել եւ չազդել բռնի կերպով։
Մյուսը կարողանում ես ճանաչել դիմացինի հույզերը։ Դիմացինը բարկացած է քեզ վրա, բայց դու կարողանում ես գերիշխել քո վարքագծի վրա, չտանելով նրան նոր փորձության եւ նոր գայթակղության։ Կայենը մեզանից շատերի պես եւ նաեւ որպես օրինակ չի կարողանում ձեռք բերել այս հուզական ճանաչողությունը եւ նաեւ ինքնատիրապետումը, չի հասունանում, այսպես ասած, հոգեբանական լեզվով ասած, չի հասունանում իր մանկության շրջանում ձևավորված եւ հետագայում հասունության տարիքում այդ կարծրացած ռազմավարությունը փոխելու, որովհետեւ նոր իրավիճակ է եւ նոր լուծումներ են պահանջում, դուրս գալու առաջացած ճգնաժամից եւ չընկնելու ավելի մեծ ճգնաժամի մեջ, որը ունենում է մահացու հետևանք։